Չինաստանի ժողովրդական հանրապետություն։ Տարածքով ամենամեծ երկիրն է Արևելյան Ասիայում և մեծությամբ 4-րդն աշխարհում, ԱՄՆ-ից, Կանադայից և Ռուսաստանից հետո։ Մայրաքաղաքը Պեկինն է, պաշտոնական լեզուն չինարենն է։ Մայր բուհն իր հարկի տակ օտարերկրյա ուսանողներ ընդունելու մոտ 100 տարվա փորձառություն ունի, 1926 թվականից սկսած։ Օտարերկրյա ուսանողներ ընդունելու գործընթացը առավել ակտիվացել է 20-րդ դարի կեսերին։ Երևանի պետական համալսարանում սովորել են 9216 օտարերկրյա քաղաքացիներ 91 երկրից, որոնցից մոտավորապես կեսը հայազգի ուսանողներ են եղել։ Մյուս կեսը տարբեր ազգությունների։ Մոտ 2500 ուսանող ստացել է բակալավրի և մագիստրոսական աստիճան։ Իսկ թե ինչ հաջողություններ կգրանցի չինացի Չժոու Գաոշունը ժուրնալիստիկայի ֆակուլտետում, ժամանակը ցույց կտա։ Ես չինացի եմ, ես լանջուից եմ։ Իմ քաղաքի անունը Լանջու։ Չինաստանում ես սովորել եմ հրստալերգությունը Լանջու քաղաքում։ Ժուրնալիստիկայի ֆակուլտետը միջազգայնացման այս գործընթացում առաջինն ու առաջիններից մեկն է եղել և պիտի լինի։ Դա պայմանավորված մեր մասնագիտությամբ, որը աշխարհի հնագույն մասնագիտությունը լինելով շարունակում է կենսունակ պահանջված և կարևոր լինել ժամանակակից աշխարհում, օտարերկրացի ուսանողի ներկայությունը որոշակի մթնոլորտ է ձևավորում, որոշակի ազդեցություն է ունենում միջավայրի վրա, և դա երկու քաղաքակրթությունների, երկու մշակույթների, երկու բնավորությունների, երկու սովորույթների այս ամեն ինչի հանդիպում է, և այդ հանդիպումը չի կարող հենց այնպես լինել, այդ հանդիպում որոշակի ազդեցություններ է ունենում, փոխազդեցություններ է ձևավորում։ Այս ընթացքում ժուրնալիստիկայի ֆակուլտետը 7-ից ավելի օտարերկրացի ուսանող է ունեցել տարբեր երկրներից ու հատկապես մերձավոր ու միջին արևելքից, և նրանք միշտ գոհունակությամբ են գնացել։ Այսօր մենք Չինաստանից ունենք ուսանող Գաոշունը և Հարավային Կորեայից ուսանող ունենք։ Գաոշունի ում անունը մենք թարգմանաբար երջանիկ ենք ասում, երջանիկի ընտրության վրա համոզված եմ լուրջ ազդեցություն է ունեցել Չինաստանից մեր նախորդ ուսանողը, ով շատ սիրում է Երևանի պետական համալսարանը, շատ սիրում է հայերենը, և տեսնեք, թե ինչ անուշ հայերենով է խոսում։ Ինչ անուշ հայերենով, դա անբացատրելի է չինացու առոգանությամբ հայերենը բոլորովին այլ կերպ է հնչում, և ահա երջանիկը նաև այս ընթացքում ուսանողների հետ շփումներում, դասախոսների հետ շփումներում հաղթահարում է լեզվական արգելքը։ Տեսնեք, թե ինչպես է յուրացնում հայերեն բառը, տառը։ Բարև ձեզ։ Հայ, բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ եմ, իսկ դուք։ Շատ լավ եմ, շնորհակալ եմ։ Ինչպես որոշեցիք ընդունվել Երևանի պետական համալսարան։ Նախ, քանի որ
Երևանի Պետական Համալսարան ունի հեռուստալրագրություն, սա ամենակարևորը։ Երկրորդ ես մտածում եմ Երևանի Պետական Համալսարանը լավագույն Հայաստանի համալսարանն ուրեմն ես որոշել եմ գնալ Երևանի Պետական Համալսարան, այո։ Ես, եթե չեմ սխալվում, դուք Չինաստանում ուսումնասիրել եք լրագրություն, ինչ եք կարծում այստեղի կրթությունը ձեզ ինչ կտա։ Չինաստանում ես սովորել եմ 4 տարի հեռուստալրագրությունը, ուրեմն ես եկել եմ Հայաստան, ես ուզում եմ շարունակել եւ դառնալ ավելի լավ լրագրող։ Հրաշալի է։ Իմ հայրն ես դու, իմ մայրն ես դու, իմ լույսն ես դու, իմ ուշն ես դու, լեզուների շքերշարքում, մնա հավերժ, մնա կանքում, 我的亚美尼亚语，我的母语，你是我的光，是我的力量。 Պարոն Պետրոսյան, գիտեմ, որ Երևանի Պետական Համալսարանը օտարերկրացի ուսանողների համար հայոց լեզվի ուսուցման ծրագիր ունի։ Ինչպես է դա կիրառվում։ Ցանկացած օտարերկրյա քաղաքացի, որ գալիս է ուսանելու Երևանի Պետական Համալսարան, պարտադիր պիտի անցնի այս 1 տարվա դասընթացը, որպեսզի նա կարողանա յուրացնել մեր լեզուն, կարողանա գրել, կարդալ, հաղորդակցվել։ Ես մտածում եմ հիմա ամենամեծ դժվարությունը իմ հայրենն է, քանի որ հայրենը շատ դժվար, ինչպես որ չինարեն, բայց ես չեմ խոսում հայրեն լավ։ Ամենաշաբաթ ուրբաթ օրը ես գնում եմ, ես գալիս եմ Բարոսիմեի մոտ մեկ սովորում եք հայրեն։ Պարոն Պետրոսյան, գիտեմ, որ Գաոշունի անունը դուք եք թարգմանել երջանիկ, արդյոք մյուս օտարերկրացի ուսանողների անուններն էլ եք թարգմանում։ Ես միշտ, երբ որ նրանք օտարազգիները գալիս են, ես փորձում եմ նրանց անունները իրենց լեզուներից թարգմանել եւ համապատասխանեցնել հայերենին։ Գաուշունինը նշանակում էր երջանկություն, ես որոշեցի երջանիկ դնել։ Կան նաեւ աստղիկ, լիաննա, գեղեցիկ, քաջիկ, շատ։ Դեմ չեն լինում, որ իրենց այդպես կոչեն։ Հակառակը, նրանք շատ ուրախանում են եւ մշտապես առաջինը, երբ որ հարցնում ես ինչ է քո անունը, նրանք ասում են հայկական անունը։ Իմ հայկական անունը սա է, իսկ չինականը Գաոշուն։ Ինչպես եք հայերեն սովորեցնում, արդյոք հեշտ են ընկալում մեր լեզուն։ Դա կախված է ուսանողներից, չինացիները, քանի որ շատ աշխատասեր են, ճգնում են, հաջողվում է, կան ուսանողներ, որ մի քիչ թերանում են, բայց ես սկսում եմ սովորեցնել գրաճանաչությամբ, սովորում են տառերը եւ տեքստերը, բնագրերը արդեն աշնանաբար բարձից դեպի բարդը։ Բացի այդ, երկխոսություններ, երբ որ անցնում ենք, ամեն մի երկխոսություն անցնելուց հետո ես նրանց հետ պրակտիկ գնում ենք խանութ եւ ասում դե ձեր սովորած բառերը, նախադասությունները կիրառեք փողոցում, շուկայում, ամենտեղ։ Ինձ թվում է, որ դա է օգնում, որ նրանք ավելի համակերպվեն մեր իրականությանը եւ շփվեն հայերի հետ։
օրը, 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 օրը սկսում է ոչ թե ժամացույցով, այլ ձայնով։ Եվ հենց այստեղ է մեր առաջին պատմությունը։ Գաուշոնի հետ միասին աշխատելու ենք հեռուստանախագծի շրջանակում, ֆիլմ ենք նկարելու կարճամետրաժ, այն մասին, թե ինչպես են չինացիները, չինացի ուսանողները այստեղ սովորում, ապրում, հարմարվում նոր մշակույթին, նոր կյանքին։ Համագործակցությունը շատ հետաքրքիր է, իհարկե առաջինը չէ։ Գաուշոնը շատ պատրաստական, պատասխանատու, չափազանց սիրալիր եւ քաղաքավարի տղա է եւ մեր համագործակցությունը իրար հետ շատ հետաքրքիր է ստացվում։ Ինչ մնում է լեզվական խնդիրներին, բնական է, որ 1 տարում այդ ամենը չէր լուծվելու։ Խոսում ենք անգլերենով, խոսում ենք հայերենով, երբեմն դիմում ենք on-line բառարանների, բայց կարևորը իրար հասկանում ենք, վստահ եմ, որ կիսամյակի վերջում կունենանք հետաքրքիր մագիստրոսական թեզ, հետաքրքիր հեռուստանախագիծ, որը կարևոր ուղերձ կլինի, ինչու՞ չէ, նաև մյուս ուսանողների համար, որոնք կորոշեն գալ եւ ուսանել Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետում։ Մի առանձին դասով, այսպես ասած, Աննա, երբ լսարանում օտարերկրացի ուսանողներ են լինում, դասաժամը կարծես նաև փորձի փոխանակման է վերածվում։ Ինչպես է գնահատում օտարերկրացի ուսանողների ներգրավվածությունը դասաժամին եւ ինչ է դա տալիս ուսանողներին։ Քանի որ մենք ուսումնասիրում ենք մեդիան, ցույց տալու բան շատ ունեն իրենք մեզ եւ մենք էլ իրենց։ Դե հիմնականը մեր ուսումնասիրությունները վերաբերում են հայկական մեդիադաշտի օրինակներին, հա, բայց օգտվելով առիթից, որ ունենք օտարերկրացի ուսանողներ, ես միշտ խնդրում եմ նրանց մեզ ցույց տալ իրենց երկրի հեռուստատեսությունը, իրենց հեռուստատեսային ձևաչափերը, մեդիա դեմքերին։ Գիտես ինչ անենք, հիմա արի նայենք վիդեոն։ Ցույց կտաս ինձ։ Երկու տարբեր բովանդակության հաղորդումներ, մեկ ավելի կրթական մշակութային, մյուսը հարցազրույց ֆորմատ, ժանր, եւ շատ հետաքրքիր է, հետո կնայենք, դու ցույց կտաս դասին այս վիդեոները, մենք կնայենք։ Շատ անիմացիա կա, շատ տեխնիկական լուծումներ կան եւ կարծես պատմական դրվագների բեմականացում։ Իսկ ինչպես են համագործակցում օտարերկրացի ուսանողները մեր ուսանողների հետ։ Լեզվական խնդիր կա ամեն դեպքում, ստացվում է համագործակցությունը։ Կարծում եմ, որ լեզուն յուրացնելու լավագույն ձևը հենց կուրսընկերների հետ շփումն է եւ հատկանշական է, որ Գաուշոնը կարծես արդեն յուրացրել է այն բառապաշարը, որը մենք օգտագործում ենք լրագրության մասին խոսելու կամ հեռուստատեսության մասին խոսելու համար։ Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել նրա ջանասիրությունը, այդպիսի աշխատասիրություն մենք հաճախ չենք տեսնում մեր ուսանողների շրջանում։ Գիտեք, բոլոր վերջնաժամկետների վերջին պահին են, չէ, ուսանողները քննությունից կամ ստուգարքից առաջ ինչ-որ բան անում։ Այսօր ես բացահայտեցի, որ 2 շաբաթ անց գալիք քննությանը նա արդեն պատրաստ է, կարծում եմ 60-70%-ով։ Եվ շփման բարդությունները հաղթահարելու համար նրան օգնության են գալիս նորագույն տեխնոլոգիաները, կան սարքեր եւ հավելվածներ, որոնց միջոցով նա թարգմանում է դասի ընթացքում հնդածս, դասախոսի խոսքը կամ սահիկաշարը եւ դասի ընթացքում ինքը միշտ աշխատում է, որովհետեւ մյուսները խնդիր չունեն լեզուն ընկալելու, ինքը որոշ իմաստով նա մասամբ չի հասկանում այն, ինչ ասում է դասախոսը, բայց օգտվում է տեխնոլոգիաներից, հնդածս թարգմանում է, հնդածս աշխատում է իր սարքերի մեջ, որպեսզի մի րոպե բաց չթողնի նրանից, ինչ տեղի է ունենում լսարանում։ Գաուշոն, մեր հանձնարարությունը հաջորդ դասի համար ուզում եմ նորից կրկնել, որ վստահ լինեմ, որ ճիշտ անելու ես։ Պետք է վերցնես 2 չինացի հաղորդավար, ինտերվյուեր, հարցազրույցավար եւ իրենց մասին պատրաստես պրեզենտացիա։ Ուրեմն, որտեղ պիտի ներառված լինի վերլուծություն իրենց անձնային ու մասնագիտական որակների մասին։ Ինչ եք կարծում, Գաուշոնը լավ լրագրող կդառնա։
Եթե հաշվի առնենք, որ լրագրողի աշխատանքում ինքնակրթությունը, աշխատանքը սեփական կարողությունների, հմտությունների եւ գիտելիքների վրա շատ մեծ կարևորություն եւ շատ մեծ դեր ունի, ես կարծում եմ, որ այո, նաեւ հետաքրքրասիրությունը, չէ, լրագրողները այն մարդիկ են, ովքեր ինչ որ իմաստով բացահայտում են տարբեր իրողություններ, փաստեր, գնում են ինֆորմացիայի հետևից եւ այս դաշտում ինքը շատ մեծ հաջողություն կունենա, որովհետեւ որևէ երևույթի հանդեպ հետաքրքրություն ունենալու պարագայում նա հետամուտ է այդ երևույթները ուսումնասիրելու։ Օտար երկրացի ուսանողները միանում են մեզ արդեն հայերենի որոշակի իմացությամբ, բավական լավ տիրապետում են, գուցե այդ մակարդակը բավարար չի, որպեսզի իրենք ամբողջությամբ լիարժեքորեն ներգրավեն դասապրոցեսում, տրամադրությունները որսան, ամբողջությամբ տեղեկատվությանը տիրապետեն, բայց այն ջանքերը, որ իրենք են ներդնում, միանշանակ գովելի են, որովհետև երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, որ օրինակ Գաոշումն անընդհատ հեռախոսի կամ այլ գադջետների մեջ է ինչ-որ գործ է անում, այնինչ փորձում է առանց դասախոսին եւ կուրսընկերներին խանգարելու, ուղղակի իրական ժամանակում միանալ հայերենին եւ հայերենով պատասխանել, ընկալել։ Մենք չենք զլանում դիմել եւ անգլերենի եւ այլ թվային գործիքների, բայց ամենից շատ ուշադրությունը հայերենինն է, որպեսզի իրենք կարողանան հենց հայերենով ընկալել եւ հայերենով պատասխանել։ Իմ ուսանողները եւ դասախոսները շատ բարերում օգնեցին ինձ կյանքում եւ դասի ժամանակ հատկապես Տիգին Նանե Վարդանյան եւ պարոն Սիմոն Պետրոսյան այո ովքեր շատ օգնեցին ինձ Գաոշունը սովորողի նախանձելի որակներ ունի, խիստ կարգապահ է, պարտաճանաչ, դետալների հանդեպ սարսափելի ուշադիր։ Կարող է երբեմն տպավորություն ստեղծվել, որ նման ուսանող ունենալը դասախոսի համար շատ հեշտ է, ամենևին լրիվ հակառակն է, որովհետև դու ուզում ես ավելին անել ու ավելի լավը լինել, քան երեկեր ու մի քանի վայրկյան առաջ։ Երբ ուսանողը այն էլ օտար երկրից գալիս է Հայաստան միանալու կրթական ծրագրի այդպիսի մեծ նպատակով, հենց այստեղ շարունակելու ոչ միայն ուսումը, այլև իր աշխատանքը, կոնկրետ Գաոշումի դեպքում լրագրության մեջ, մենք պարտավորվում ենք ավելին անել եւ դա ստիպում է մեզ, չգիտեմ, ուշադիր լինել, փոխադարձ ուշադիր լինել բոլոր դետալների հանդեպ։ Ես համոզված եմ, որ այն նպատակներով, երազանքներով ու կարգապահությամբ, որով Գաոշունը միացել է մեր ծրագրին, միմիայն հաջողելու է եւ նաեւ համոզված եմ, որ ինքն իսկապես երջանիկ է Հայաստանում։ Իսկ ավարտելուց հետո կցանկանաք մնալ Հայաստանում եւ այստեղ աշխատել։ Այո, եթե ես կարող եմ, ես կմնամ եւ կաշխատեմ Հայաստանում։ Նորություն է բերել իր հետ Գաոշունը մեր կուրս, ինքը համ հայերեն է ինչ-որ չափ հաղորդակցում մեզ հետ, ինչ-որ չափ անգլերեն, նույնիսկ ասայի, որ հայերենը իր մոտ ավելի զարգացած է ու ավելի լավ է առաջ գնում, քան անգլերենը։ Փորձում ենք երկու լեզուներով էլ իր հետ շփվել, շփման առումով ընդհանրապես բարդ մարդ չէ Գաոշունը, շատ լավ, համեստ, դրական մարդ է ու չունենք ոչ մի խնդիր, ամեն ինչ լավ է, մենք էլ հնարավորինս փորձում ենք օգնել նրան։ Փորձում է ամեն կերպ կոմունիկացվել մեզ հետ, ինչի համար ընտրում է ամենատարբեր եղանակները։ Կլինի դա թարգմանական որևէ ծրագիր ներբեռնելը, կլինի ինքնուրույն որևէ բառեր սովորելը, հայերենի պարապմունքների հաճախելը, այսինքն դիմում է ամենատարբեր եղանակների, կարողանալու մեզ հետ հաղորդակցվելու համար եւ դա առաջինը իրենից է գալիս անմիջականությունը, հնարավորինս բարությունը եւ հնարամտությունը։ Առաջինը, ինչը որ կառանձնացնեմ, բարությունն է եւ բացի դրանից Գաոշունի պատրաստակամությունը հնարավորինս շատ գիտելիք ձեռք բերելու եւ բացի դրանից փորձելու ընդգրկվել եւ մեր մի մասնիկը դառնալ։ Ամենաառաջինը կարգապահությունն է, որը փոխում է մթնոլորտը։ Իմ անունը Հանյուսան, ես կորեաց եմ, ես շիրում եմ Հայաստանի, բայց քիչ հայերենի, սովորեմ հայերենի, ես շիրում եմ Հայաստան բուսակույց, իսկ արվեջ։
so many friends in here. Ես երկու լեզվով եմ հաղորդակցվում՝ հայերեն եւ անգլերեն։ Այստեղ շատ ընկերներ ունեմ։ Նրանցից մեկը չինացի ուսանող Գաուշունն է, նա տիրապետում է չինարենին, անգլերենին եւ հայերենին։ Քանի որ ես կարողանում եմ չինարեն խոսել, երբեմն մենք նաեւ այդ լեզվով ենք հաղորդակցվում եւ օգնում ենք միմյանց ուսման հարցերում։ Բացի այդ, ես խորապես հետաքրքրված եմ Հայաստանով եւ հայկական մշակույթով։ Ես հավատում եմ, որ իմ այստեղ ձեռք բերած փորձը նշանակալի ազդեցություն կունենա իմ կյանքի վրա։ Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը եւ հանրային հեռուստաընկերությունն արդեն 3-րդ տարին է իրագործում են մագիստրոսական ծրագիր հեռուստալրագրություն, որը պատասխանում է առաջատար բուհական համակարգի առաջնահերթություններից մեկին, այն է կառուցել աշխատանքի վրա հիմնված կրթական մոդել, ընդարձակել լսարանի տարածքը, բացել ուսանողի, սովորողի առջև լսարանը եւ թույլ տալ, որպեսզի ինքն իրական փորձառություն ձեռք բերի, սխալվի, ուղի իր սխալը եւ պրոֆեսիոնալ հմտություններ ձեռք բերի արդեն ուսմանը զուգընթաց։ Ծրագրի շրջանակում ընդգրկված են նաեւ հանրային հեռուստաընկերության մեդիա դեմքեր, ովքեր դասավանդում են եւ այդ դասերի շրջանակում մեր ուսանողները հնարավորություն ունեն պարբերաբար, ոչ 1-2 անգամ, այլ պարբերաբար լինելու հեռուստատեսությունում, մասնակցելու արտադրական աշխատանքներին, հետարտադրական աշխատանքներին, ինքնուրույն տեսնելու, թե ինչպես է կառուցվում գաղափարը, ինչպես է ստեղծագործական թիմը գաղափարը դնում շարժման մեջ եւ տեսնում է նաեւ կողքից, թե որքան է իր ներդրումը այդ ամեն ինչում։ Հայաստանում ես սովորում եմ շատ հետաքրքիր է, քանի որ մենք կարող ենք գնալ հեռուստաընկերություն սովորելու եւ մենք գնում ենք նոր կենտրոն սովորելու է։ Ինչը հավանեցիր այնտեղ։ Քանի որ անցյալ դասը դուք խոսել եք ինձ պետք է լուսանկարեմ վիդեո, ուրեմն երբ ես ունեի ազատժամանակ, ես գնում եմ վերնիսաժը լուսանկարելու։ Ֆիքսենք, որ Երջանիկը առաջինը որոշել է գնալ եւ նկարահանում անել վերնիսաժում։ Հիմա կարող ենք այդ փոքրիկ վիդեոն նայել, ես արդեն նայել եմ, կարծում եմ, որ Անին իրան կօգնի մի քիչ ավելի որակյալ վիդեո ստանալու հարցում եւ հիմա նայենք։ Տիտրեր ա դրել նույնիսկ։ Մյուս անգամ որ գնաք, գլխարկ դիր, գլխարկ, հայկական գլխարկ, նախշերով գլխարկ։ Ես գիտեմ, բայց գիտես, չես։ Ուտել, ինչ որ մի բան փորձել, ուտել, անել։ Անին կօգնի, կգնաք միասին, սիրուն, համ կուտես, համ կխմես, կանես, ու նաև հարցազրույցներ եմ ուզում։ Հարցազրույց, ինտերվյու։ Բայց այդ օր ես երբ ես լուսանկարել նկարել եմ, բայց մարդիկ չեն սիրում։ Չեն ուզում նկարվել։ Դրա համար պետք է նախապես պայմանավորվել։ Առաջին ալիքն ու Երևանի պետական համալսարանը հենց այսպես էլ համագործակցում են
Մեկ ես գնում եմ Երևանի պետական համալսարան, միասին դասընթաց ենք անցկացնում եւ երբեմն իրենք են մեզ հյուրընկալվում, մասնակցում են տաղավարային նկարահանումներին, արտատաղավարային նկարահանումներին, մոնտաժներին են շուտով նաեւ գալու, որպեսզի կարողանան իրենք ներկայացնել իրենց նախագծերը եւ մի օր իրենց տեսնենք TV-ում։ Վստահ եմ, որ բոլորը մեծ ապագա ունեն, որովհետեւ շատ հետաքրքիր նախագծեր են առաջարկել։ Երջանիկի մասին խոսելիս միշտ ժպտում եմ առաջին անգամ որ ծանոթացանք, ասեց, եթե իմ անունը դժվարանում ես ասել, ասա ինձ Երջանիկ, իհարկե ես քեզ կասեմ Երջանիկ։ Ու Թարգմանում ես։ Yes, այո։ Շատ գնահատում եմ իրենց ներկայությունը այստեղ։ Նախ Երջանիկը ոչ մի բացակայ չունի դեռևս, հուսով եմ այսպես էլ կշարունակվի, եւ նախորդ անգամ հանձնարարել էի ներկայացնել ընդհանրապես պրեզենտացիա, թե ինչ նախագիծ է ինքը ներկայացնելու մեզ, եւ ինքը արդեն գնացել նկարահանում է արել։ Ես ուղղակի ապշած էի, երբ որ աղջիկներից մեկը ինձ ուղարկեց այդ վիդեոն, ցնցված եմ, ուղղակի խոսքեր չունեմ, եւ այն ինչ որ ստացել է, շատ մոտ է մեր պատկերացրածին։ Մենք իհարկե եւս մեկ նկարահանում կիրականացնենք եւ ավելի կսիրունացնենք այդ տեսանյութը։ Եվ կարող եմ ասել, որ որպես պրոդյուսեր ես մեծ ապագա եմ տեսնում եւ այն շարքը, որը մենք մտածել ենք, ինքը շատ հեշտ եւ հանգիստ կարող է այստեղ շարունակել, եթե որոշի մնալ Հայաստանում։ Ու եթե չգիտեք ինչ է դժվարությունը, ես անընդհատ դա եմ մտածում, որ Չինաստանից վեր կենալ գալ Հայաստան առանց իմանալու անգլերեն, առանց իմանալու հայերեն եւ այստեղ ապրել ուրախ ու երջանիկ, ինքը ինձ թվում է լավ մոտիվացիայի օրինակ է բոլորիս համար, որ ոչ մի դժվարություն խոչընդոտ չէ, եթե ունես ցանկություն։ Երևանի պետական համալսարանը բուհի միջազգայնացումը ռազմավարական նպատակ դարձնելով շարունակում է համագործակցությունը շուրջ 50 երկրի ավելի քան 230 համալսարանների եւ գիտական կենտրոնների հետ։ Ինչպես հայ ուսանողները կարող են կրթությունը շարունակել աշխարհի մի շարք բուհերում, նույն կերպ էլ օտարերկրյա ուսանողները կարող են գալ Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու։ Իսկ Գաուշուն Երջանիկը մի երազանք ունի, որ նրա հայերենի իմացությունն ու լրագրողական հմտություններն այնքան զարգանան, որ կարողանա Հայաստանում որպես լրագրող աշխատել եւ իր հայրենիքը հարուստ մշակույթ ունեցող այդին երկիրը լավագույն կերպով ներկայացնել։